Արեզես սիրելի հայրենակիցներ, արեզես հարգելի վաղաշապատցիներ, այս պահին Մայր Հայաստանը գտնվում է վաղաշապատ համայնքի Արշալույս գյուղում, տարածաշավի շրջանակների այցելել ենք վաղաշապատի Արշալույս գյուղ, հանդիպելու ընտրողների հետ, շրջելով գյուղում, ծանոթացնելու մեր ծրագրերի, ծանոթացնելով գյուղացների մեր ծրագրերի հետ։ Նոյեմբերի 16-ին վաղաշապատ համայնքում կայանալու են արտահերթ թիմ ընտրություններ, հավաքանու և վաղաշապատ համայնքի ղեկավարի արտահայտություններ, որը համապետական նշանակություն ունի առանց շաբաթանցնելու։ Հարգելի վաղաշապատցիներ, սիրելի հայրենակիցներ, պարտադիր գնացեք ընտրության, պարտադիր։ Թույլ մի տվեք ձեր ձայնը փոշի անա։ Ձեր մեկ ձայնը, ձեր մեկ թվեն շատ կարևոր է։ Այնպես որ հնարավորությունը բաց մի թողեք, գնացեք ընտրատեղամաս, ձեր քվեն, ձեր ձայնը որոշիչ դարձնելու համար։ Կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը Մայր Հայաստանը, որը մեկ քվեով հնարավոր է եղանակ ստեղծել, մեկ քվեով հնարավոր է եղանակ փոխել, քանի որ մեկ ձայնը շատ կարևոր է, այնպես որ հարգելիներս մի վախեցեք, մի խուսափեք, մի կրկեք, գնացեք ընտրության, գնացեք ընտրատեղամաս, և ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, մասնակցելով ընտրությունների։ Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է։ Մայր Հայաստանը քվեաթերթիկում համար 4-ն է կամ 4-րդ քվեաթերթիկն է, ավելի ճիշտ, քանի որ 8 քաղաքական ուժ են մասնակցում ընտրությանը, 8 քաղաքական ուժից Մայր Հայաստանը 4-րդն է, ընտրելու եք 4-րդ քվեաթերթիկը, ծրարի մեջ դնելով ցելու եք ընտրատուփը, քվեատուփը ավելի ճիշտ։ Նրանք հայլում եք Արշալույսի փողոցներով, հանդը նոթվի տանջես։ Տեսեք ինչ վիճակ է էլի, հնդեղ մենակ գլխավոր փողոցներ, որ ասվալտապատում կար, արած, հնդեղ խոսերով մոսերով։ Այստեղ պետք է ոտի տակ նայես, որ հանգարց չընկնես։ Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնեմ, որ Մայր Հայաստանը բազմաշերտ, ծավալուն, իրագործելի ծրագիր ունի և իրատեսական ծրագիր ունի, սկսած երեխաներից մինչև ծերեր, սկսած բակերի բարեկարգումից մինչև փողոցների բարեկարգում, սկսած բակերի ասֆալտապատումից մինչև գլխավոր փողոցների ասֆալտապատում, մինչև տրանսպորտի հարցի լուծում։ Ծանոթացեք մեր ծրագրերին, հարցերի դեպքում մոտեցեք, շփվեք մեր թիմի անդամների հետ, բարձրացրեք հարցեր, կստանաք պատասխաններ, եղեք ակտիվ, մի վախեցեք, նորից կրկնեմ, ճնշումներից, կողքից խոսելուց մի խուսափեք, եղեք ակտիվ, իսկ նոյեմբերի 16-ին առավել ակտիվ, մի լսեք նրանց, ովքեր ձեզ կասեն, թե ամեն ինչ որոշված է, իմաստ չկա գնալ ընտրատեղամաս, ոչ, ամեն ինչ որոշելու եք դուք ձեր քվեով։ Այնպես որ նոյեմբերի 16-ին ձեր օրվա ժամանակից 15-20 րոպե տրամադրեք, գնացեք ընտրատեղամաս և ձեր խոսքը ասեք ընտրատեղամասում ձայն տալով Մայր Հայաստանի
Եվ մերժելով դրանով քաղաքացիական պայմանագիր ուսակցությանը, թրքածի ուսակցությանը և նրա դուստր ձեռնարկություն թրքասեր հանրապետություն խմբակին։ Վերջեք և շանս մի տվեք նրանց իշխանության գալու, զրկեք նրանց իշխանությունից։ Տեսեք, смотрите там. Peto, ja, Peto. Այլ Հայաստանի ծրագրում նաև կան կետեր գյուղերին վերաբերվող, գյուղացիներին վերաբերվող, նրանց կյանքը թեթևացնելու, բարելավելու համար հարգելի գյուղական համայնքի բնակիչներ, դա ձեզ էլ տեղեկացնեմ, ունենք ասեմ ձեզ, որ Արվաշապատի Քարոզ Արշավին նաև մենք Երևանից գալիս, Երևանի Մայր Հայաստան Ավականոյի Մայր Հայաստան խմբակցության անդամներով գալիս ենք, մասնակցում ենք, մենք էլ շփվում ենք քաղաքացիների հետ, տեսնում ենք այստեղի խնդիրները, տեսնում ենք թե ինչքան շատ խնդիրներ կա, համեմատում ենք Երևանի հետ, տեսնում ենք որ այստեղի խնդիրները համարյա նույնական են, ավելի շատ են իհարկե նաև հաշվառնելով գյուղական տարածքները, թե Էջմիածնում, թե գյուղերում համատարած խնդիրներ են, համատարած, սկսած փողոցների վիճակից, առանց ասֆալտի փողոցների վիճակից, ասֆալտապատ հատվածներում նորոգման կարիք ունեցող հատվածներից մինչև բակեր։ Փողոցը դասավորվենք։ Բակային հատվածներում ուրեմն բակային հանգստի գոտիների բացակայություն, երեխաների համար խաղադաշտի բացակայություն, ուրեմն կենտրոնական կամ քաղաքային այգիներում էլի խնդիրներ, անբարեկարգ վիճակ, այնպես որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն իշխանությունները փոխելուց հետո հարգելի հայրենակիցներ, թե Երևանում, թե Վաղարշապատում, ընդհանրապես թե Հայաստանում ամեն ինչ իր տեղը կլինի, երբ որ ԿՊ-ին ճանապարհենք, հարգելիներ, ձեր հետ, ձեր միջոցով, ձեր օգնությամբ։ Մեր կարգախոսը միացիր, որ փոխենք դա նրա համար է, որ միայնակ մենք ոչինչ չենք կարող անենք, պետք է միանաք մեզ, պետք է ձեր քվեով, ձեր ձայնով աջակցեք Մայր Հայաստանին, որպեսզի կարողանա
փոփոխություններ բերի, պիտի կարողանա իր ծրագրերը իրականացնի։ Այնպես որ հարգելիներս, ինչպես եւ Երևանի թիմ ընտրությունների ժամանակ այստեղ էլ մեր կարգախոսը միացի, որ փոխենք է եւ հավատացեք, ձեր միանալով, ձեր զայնով, ձեր քվեով հնարավոր է փոխել իրավիճակը։ Երևանի մայր Հայաստան խմբակցությունը 24/7 ռեժիմով Երևանցու կողքին է։ Սկսած ուրեմն բակային խնդիրներից վերջացրած ավելի գլոբալ հարցերով մայր Հայաստանը 7/24 ռեժիմով գնում է քաղաքացու կողքը, իր խնդիրները լսում, բարձրաձայնում, խնդիրների հետևից, լուծումների հետևից ավելի ճիշտ, լուծումների հետևից գնում, փորձում ուրեմն խնդիրներին լուծում տալ, այնպես որ հավաստիացնում եմ ձեզ եւ հավատացնում եմ ձեզ, նույնը կլինելու է Վաղարշապատ համայնքում, երբ որ Վաղարշապատցին ընտրի մայր Հայաստանին։ Վաղարշապատի մայր Հայաստանը նույնպես 24/7 ռեժիմով ձեր կողքին է լինելու, ժողովուրդ ջան։ Ձեր խնդիրներով, ձեր օրվա առօրյա հոգսերով զբաղվեն, ձեր կողքին կլինեն, իսկ իշխանության գալու դեպքում ուրեմն այդ հարցերը ավելի արագ լուծում կստանան։ Մենք այս պահին էլի շարունակում ենք մեր եփը Արշալույս գյուղում Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ մայր Հայաստանը 8 քաղաքական ուժերից 4-րդն է եւ նա քվեաթերթիկը թիվ 4-ն է։ Հիշեք եւ ամսի նոյեմբերի 16-ին ընտրեք թիվ 4-ը։ Հարգելիներս, էլի մեր ամենօրյա կառավարության ընթացքում կլինեն եթերում։ Հարգելի արշալույսներ, ծանոթացնենք, ցույց կտամ թե որ գյուղեր ենք այցելում։ Մասնակցելով ընտրությանը, այնպես որ հետևեք, մնացեք կապի մեջ։ Եվ ընդհանրապես հետևեք մայր Հայաստանի քարոզարշավին։ Լավ եղեք, առայժմ կհանդիպենք։ Վաղարշապատը դարձել է Հայաստանի